Հայաստանի նկարչությունը հարուստ և բազմադարյան պատմություն ունի, սկսած ժայռապատկերներից մինչև համաշխարհային ճանաչում ունեցող մանրանկարչություն ու ժամանակակից կերպարվեստ։ Այն հիմնված է ազգային ավանդույթների, յուրահատուկ գունաբնակի և հայրենի բնության մոտիվների վրա։ Հայկական գեղանկարչության զարգացման հիմնական փուլերն ու դեմքերը ներառում են հետևյալ հիմնական ուղղությունները. մանրանկարչություն. հայկական արվեստի ամենավառ և ինքնատիպ ճյուղը, ձեռագրերում օգտագործվել են վառ գույներ, նուրբ զարդանախշեր և խորհրդանշական պատկերներ։ Ամենահայտնի մանրանկարիչներից են Թորոս Ռոսլինը և Գրիգոր Տաթևացին։ Հաստոցային գեղանկարչություն. այս ժամանակաշրջանում հայ նկարիչները սկսեցին ստեղծել դիմանկարներ, բնանկարներ և կենցաղային ժանրի գործեր։ Այս շրջանի նշանավոր դեմքերից են Հովհաննես Այվազովսկին ծովանկարիչ, Վարդան Մախոխյանը, Գևորգ Բաշինջաղյանը և Փանոս Թերլեմեզյանը։ Ստեղծվեց հայկական յուրահատուկ գունային դպրոց, որը մեծ ազդեցություն ունեցավ համաշխարհային մշակույթի վրա։ Ամենահայտնի արվեստագետներն են Մարտիրոս Սարյանը, Երվանդ Քոչարը, Մհեր Աբեղյանը, Հակոբ Հակոբյանը և Մինաս Ավետիսյանը։ Ժամանակակից արվեստ. այսօր Հայաստանի նկարչությունը ներկայացված է ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից, աբստրակտ, կոնցեպտուալ և մուլտիմեդիա ուղղություններով, գործում են բազմաթիվ ցուցասրահներ և արվեստանոցներ։ Հայկական կերպարվեստ. Հայաստանում նախնադարյան արվեստի հնագույն հուշարձանները շուրջ 10,000-ամյա վաղեմություն ունեն. քարայրային գեղանկարչություն, ժայռապատկերներ։ Վաղ բրոնզե դարում կիրառական արվեստը ներկայանում է հիմնականում խեցեգործությամբ, երկրաչափական բուսական շքեղ զարդերով։ Մ.թ.ա. երկրորդ հազարամյակի մետաղագործական հոյակեպ կերտվածք է Վանաձորում հայտնաբերված ոսկե թասը՝ դրվագված 6 առյուծներով։ Մ.թ.ա. 9-րդ դարից մ.թ.ա. 7-րդ դարերում գեղարվեստական մշակույթը զարգացել է Արարատյան թագավորության Ուրարտուի ձևավորման և հզորացման պայմաններում։ Վանա լճի, Հայաստանի տարածքի պեղումներով ուսումնասիրվում է այդ ժամանակաշրջանի հարուստ գեղարվեստական մշակույթը, մոնումենտալ որմնանկարչությունը, խճանկարչությունը, քանդակագործությունը, կրոնական և աշխարհիկ թեմաներով կիրառական արվեստը, զարդեր, զենքեր և այլն։ Իսկ մոնումենտալ քանդակագործությանը համընթաց զարգացել է նաև արձանիկների կերտումը, դեկորատիվ կիրառական արվեստը, բրոնզաձույլ, քարակերտ, փղոսկրե կերտվածքներ, դրվագված, փորագրված վահաններ, սաղավարտներ, գոտիներ, զանազան պատկերներով։